Սուրբ Թեոդորոս Զորավարի վկայաբանությունը Քրիստոսի քաջամարտիկ զորական եւ հաղթող վկա Սուրբ Թեոդորոսն ապրել է Դիոկլետիանոսի եւ Մաքսիմիանոսի ժամանակներում։ Նա Պոնտոսի Ամասիա քաղաքից էր, հավատով քրիստոնյա եւ բարեպաշտ ծնողների զավակ։ Կաթնակեր հասակում մանուկը կորցրեց մորը, եւ հայրը նրան սնեց խաշած ցորենահատիկով ու նրա եփած ջրով։ Թեոդորոսը հասակ էր առնում գովելի վարքով, առաքինությամբ, սրբությամբ, զգաստությամբ եւ պարկեշտությամբ։ Նա մեծանում էր, սակայն սիրում էր նույն ցորենահատիկը եւ հագենալով դրանով այլ ոչինչ չէր ախորժում։ Հասավ արբունքի եւ դարձավ կատարելապես արի, առույգ, բարեկազմ երիտասարդ, կարճ ու գանգուր մազերով, բարեվայելուչ տեսքով։ Տեսնելով նրան զորապետը, ով նստում էր Ամասիայում եւ նշանակված էր այդ կողմերի պահպանության համար, նրան զինվորագրեց մարմարացիների գնդում եւ կարգեց նորեկ զորականների դասում։ Թեոդորոսը փայլում էր արիությամբ, որի համար որոշեցին տալ ավագության պաշտոն արքունի բանակում։ Սակայն նա հանձն չարավ, ասելով թե «Ես երկնավոր թագավորի, իմ Տեր Հիսուս Քրիստոսի զինվորն եմ, ով խաչվեց ինձ համար»։ Սուրբ Թեոդորոսն ընթանում էր անբիծ եւ անարատ վարքով։ Զերծ էր հոգու եւ մարմնի բոլոր ախտերից եւ հեռու ամեն չար բանից։ Նա զինվորականներին անդադար ուսուցանում էր Աստուծո պատվիրանները, ապրում էր աստվածահաճո վարքով եւ պաշտում Քրիստոս Աստծուն։ Սակայն հեթանոս զորքը, տեսնելով Թեոդորոսի ամուր հավատը, թշնամությամբ չարիքներ էր նյութում ընդդեմ նրա եւ անարգում, թեպետ կային նաեւ ծածուկ քրիստոնյաներ, ովքեր հույժ սիրում էին Թեոդորոսին, օգնում էին նրան եւ ձեռք մեկնում ամեն բանում։ Այդ օրերին եղավ, որ քաչ Թեոդորոսը Երիվարով պետք է անցներ Եվքայիտա ավանի արվարձանով, ուր գտնվում էին Եվսեբիա անունով մի հավատացյալ եւ մեծահարուստ այրի կնոջ կալվածքները։ Օրը տոթ էր եւ սաստիկ շոգ։ Ճանապարհից հոգնած Թեոդորոսը կամեցավ հանգստանալ արվարձանի մի զով տեղում, որի համար ձին կապեց մի ծառից եւ պառկեց նրա շուքի տակ։ Իր տան սրահից տեսնելով նրան, Եվսեբիան ձայնեց եւ ասաց. Հեծյալ, մի պառկիր այդտեղ, թունավոր վիշապի որջ կա այդ տեղում։ Այս ժամին նա դուրս է գալիս եւ շրջում մարգագետնում։ Գուցե վնասվես դու եւ Երիվարդ։ Արի իմ տուն, ճաշակիր եւ հանգստացիր, իսկ հովն ընկնելուն պես կշարունակես քո ճանապարհը։ Երանելի Թեոդորոսը պատասխանեց եւ ասաց. Հուսալով Աստուծո օգնականությանը, ես չեմ վախենում ոչ աներևույթ, ոչ էլ տեսանելի վիշապից։ Թող լինի ինչպես ասացիր, եւ ես կսատկացնեմ նրան իմ Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ։ Այս լսելով բարեպաշտ Եվսեբիան իմացավ, որ նա իրեն հավատակից է։ Մեծ խնդությամբ նրան ընդառաջ ելավ եւ սկսեց թախանձել, որ նա հեռանա այդ տեղից ու պատասպարվի իր տանը։ Բայց մինչև կինը խոսում էր, լսվեց մոտեցող վիշապի ուժգին շաչյունը։ Եվսեբիան աղաղակելով փախավ, իսկ լայնալանջ եւ հաստապարանոց վիշապը սոսկալի շաչյունով հարձակվեց Երիվարի վրա։ Այնժամ Քրիստոսի քաջազորական Թեոդորոսը կնքեց իրեն ամենահաղթ Սուրբ խաչի նշանով եւ շեշտակի նիզակահարելով ճեղքեց վիշապի գլուխն ու սատկացրեց նրան։ Այդ օրվանից որպես մայր ու որդի ծանոթություն եւ սեր հաստատվեց բարեպաշտ Եվսեբիայի ու երանելի Թեոդորոսի միջև։ Իսկ Սուրբ Թեոդորոսն իր զինվորակիցներին եւ հավատակիցներին պատմեց, թե Տերն ինչ արեց իր ձեռքով, որով ավելի զորացրեց ու հաստատեց նրանց։ Սկսեց առավել համարձակ խոսել մեր Տեր Հիսուս Քրիստոս Փրկչի անվան զորության մասին եւ բոլորին հորդորել, որպեսզի չծածկեն քրիստոնեական հավատը եւ պահեն Աստծո պատվիրանները։ Նա ինչ ասում էր խոսքով, առավել ցույց էր տալիս իր գործով, վարքով եւ ջերմ աստվածպաշտությամբ։ Այդ ժամանակներում Տիրոջ 304 թվականին հրաման ելավ Մաքսիմիանոս կայսեր կողմից, ըստ որի հռովմեական իշխանության տակ գտնվող այն բոլոր քրիստոնյաները, ովքեր կճաշակեին կուռքերին զոհաբերված կենդանիների մսից, ողջ կմնային, իսկ ովքեր չէին կամենա ոչ զոհ մատուցել եւ ոչ էլ զոհաբերվածից ճաշակել,
կպատժվեին սոսկալի դատաստանով։ Կայսերական գնդի վերակացությունը հանձնված էր Բրինկաս անունով մի արքունի իշխանի, ով իմանալով, որ նորընտիր զինվորների մեջ կան քրիստոնյաներ, հրամայեց նրանց ևս կարգել արքունի գնդում, որպեսզի այլոց հետ հավասարապես զոհեն կուռքերին։ Այժմ շատերի հետ բռնեցին նաև երանելի Թեոդորոսին, ով այլ զինվորակիցների հետ ձմեռում էր Ամասիայում։ Նրան տարան դատավորի մոտ, ուր ստիպեցին ուրանալ Քրիստոսին և զոհել կուռքերին։ Սակայն նա լցված Սուրբ Հոգով կանգնեց ատյանի առջև և ասաց. «Ես քրիստոնյա եմ և զոհել գարշելիներին ու ուրվական պատկերներին չեմ կարող»։ Այդ օրը արձակեցին նրան ու ժամանակ տվեցին մտածելու համար։ Դուրս գալով այդտեղից, Սուրբ Թեոդորոսը շրջում էր ամենուր և ամենքին ուսուցանում փրկության ճանապարհը։ Գիշերը նա հրդեհեց կուռքերի տաճարը, որի համար կռապաշտները բռնեցին նրան և տարան դատավորի մոտ։ Եվ սա անասելի ցասումով սկսեց հարցաքննել Սուրբին. «Թեոդորոս, Աստվածուհուն զոհաբերելու ու խնկարկելու փոխարեն ինչու հրկիզեցիր նրա տաճարը»։ Թեոդորոսը պատասխանեց. «Ինչ որ արեցի չեմ ուրանում։ Ես վառեցի փայտը և քարեղեն աստվածները այրվեցին, քանի որ շինված էին կրից։ Ինչու ձեր Աստվածուհին այնչափ անպիտան գտնվեց, որ կրակը նրան հեշտությամբ լափեց։ Ուրեմն պարզ է, որ հրո ճարակ են ձեր բոլոր աստվածները։ Զգույշ եղեք, որ դուք էլ նրանց պես հոգով և մարմնով չկորչեք հավիտենական անշեջ կրակով»։ Այն ժամ սկսեցին ուժգին գանահարել նրան։ Սուրբն իր տանջանքների մեջ ասաց. «Որքան էլ ավելացնեք ձեր տանջանքները, դրանք չեն կարող հեռացնել ինձ Քրիստոսի սիրուց։ Եվ ինչ վճիռ էլ կայացնեք ինձ համար, ես չեմ երկնչի, քանի որ ապաստանի հույս ունեմ առ Աստված, ով ինձ համբերություն է տալիս, փրկում ձեր խաբեություններից և պսակում անանց փառքով»։ Դատավորն ասաց. «Զոհիր և փրկիր անձդ տանջանքներից, ես կխնայեմ քո երիտասարդությունը և աստվածներն էլ կներեն քեզ»։ Սուրբ վկան պատասխանեց. «Այս տանջանքները հավիտենական չեն, և ես չեմ վախենում դրանցից, որովհետև ինձ փրկում է և միշտ ինձ հետ է իմ Տերը Հիսուս Քրիստոս, ում դու չես տեսնում, որովհետև կույր է քո հոգու աչքը»։ Դատավորը մռնչաց առյուծի պես։ Այլևս չկարողանալով տանել նրան, հրամայեց անմիջապես խավարչտին բանտ նետել։ Նրան տարան բանտ, պահեցին առանց հացի ու ջրի և երկար ժամանակ կնքած պահեցին բանտի դուռը, որպեսզի քաղցից սովամահ լինի։ Սակայն բանտում նրան կերակրում էր Տիրոջ հրեշտակը։ Մի գիշեր Տերը երևաց նրան ու ասաց. «Քաջալերվիր, Թեոդորե, որովհետև ես քեզ հետ եմ։ Մարդկանցից կերակուր մի ընդունիր, քանզի քեզ համար անապական հաց եմ պատրաստել երկնքում»։ Այս ասելով փրկիչը հեռացավ, իսկ նա զորացավ ու սկսեց սաղմոսել և փառաբանել Աստծուն։ Բանտախցի պահապանները լսեցին բազմության ձայներ, որից սարսափած և վախեցած եկան ստուգելու բանտի դուռը, սակայն այն տեսան փակված և ամբողջական կնիքով, ինչպես որ առաջ էր։ Պատուհանից ներս նայեցին և տեսան, որ սպիտակազգեստ մարդիկ սաղմոսում էին Թեոդորոսի հետ, իսկ բանտախուցը ողողված էր պայծառ լույսով, ասես լուսավորված մեծապայծառ ջահից։ Ահաբեկվեցին հրաշափառ տեսիլքից ու գնացին պատմեցին դատավորին։ Դատավորն անձամբ եկավ բանտախցի մոտ և փակված ու կնքված դռան հետևից լսեց բազմության սաղմոսերգությունները։ Իսկ հետո հարցրեց. «Միգուցե քրիստոնյաներն են գաղտնի եկել և մտել Թեոդորոսի մոտ»։ Ապա զորականներին հրամայեց զինվել, շրջապատել բանտը և ապա բացել բանտի դուռը, որպեսզի բռնեն ներսում գտնվողներին, սակայն այնտեղ ոչ ոքի չգտան, բացի կապանքների մեջ եղող Աստուծո ծառա Թեոդորոսից։ Մեծ ահ պատեց դատավորին ու նրա մարդկանց, իբրև թե գթասիրտ դարձավ և հրամայեց Թեոդորոսին տալ նկանակի 1/8 մասը և նույնքան էլ ջուր։ Բայց երանելի նահատակը, ինչպես իրեն պատվիրել էր փրկիչը, չկամեցավ նրան ձեռքից կերակուր վերցնել և ասաց. «Ինձ կերակրում է իմ Տերը և Թագավորը, բարերարը և ողորմածը»։ Սուրբին դարձյալ ատյան բերեցին, ստիպեցին ուրանալ Քրիստոսին ու զոհել իրենց կուռքերին։ Դատավորը խոստանում էր նրան դարձնել իրեն աթոռակից և կուռքերի քահանայապետ,
տալով մեծամեծ պարգևներ, բայց Սուրբը պատասխանեց նրան. «Դու իշխանություն ունես միայն իմ մարմնի վրա, բայց ոչ հոգուս, մտքիս և կամքիս վրա։ Որքան էլ հրամայես տանջել իմ մարմինը, մատնես հրի, գազանների և այլ չարչարանքների, ես չեմ ուրանա իմ Քրիստոս Աստծուն, քանի դեռ շունչս իմ բերանում է»։ Այնժամ գլխիվայր կախեցին նրան և սկսեցին փշոտ գավազանով հարվածել ու քերել մարմինը։ Այսպես տանջեցին այնքան, որ երևացին ոսկորները, բայց նա զվարթագին օրհնաբանում էր Աստծուն և սաղմոսում։ Դատավորը զարմացած էր նրա համբերության վրա, բայց և միաժամանակ չարացած նրա հոգու անպարտելի ուժի վրա։ Դարձյալ նրան բանտ նետեցին, թողնելով առանց խնամքի, սակայն Տիրոջ հրեշտակը գալով նրա մոտ ապաքինեց նրա բոլոր վերքերը։ Օրեր անց նրան դուրս բերեցին բանտից և տեսան, որ բժշկվել են նրա բոլոր վերքերը։ Դատավորը հարցրեց նրան. «Ում հետ ես կամենում լինել, մեզ հետ, թե քո Քրիստոսի»։ Եվ նա խնդությամբ պատասխանեց. «Ես իմ Քրիստոս Աստծո հետ եմ և կլինեմ հավիտյան»։ Այնժամ դատավորը հրամայեց այրել Սուրբին։ Մինչ բորբոքում էին հուրը, Սուրբը երկար աղոթում էր ասելով. «Աստված, Փրկիչ իմ, տուր ինձ զորություն և շնորհիր ինձ առնել քո հաղթության նշանը»։ Ապա տյառնագրեց իրեն սուրբ խաչի նշանով և որպես պատարակվող ընծա ինքնակամ նետվեց դեպի հուրը, առ Աստված ավանդելով իր հոգին Տիրոջ 305 թվականի փետրվարի 15-ին։ Հավատացյալները տեսան Սուրբի հոգին, որն ինչպես սպիտակափայլ աղավնի լույսի պես երկինք վերացավ, մարեց կրակը և անուշահոտություն բուրեց տարածվելով ամենուր։ Մի բարի կին կրակի միջից դուրս բերեց Սուրբի ամբողջական մարմինը, չէին այրված անգամ նրա մազերը։ Նրա մարմինը պատեց մաքուր կտավներով, պատվով դրեց տապանի մեջ և տարավ Եվքայիթա ավան, մերձ Ամասիա քաղաքին։ Սուրբ Թեոդորոսի նահատակությունից անցավ մոտ 60 տարի։ Եկան անօրեն Հուլիանոս Ուրացողի թագավորության ժամանակները և դարձյալ սաստիկ հալածանքներ սկսվեցին ընդդեմ քրիստոնյաների։ Տեսնելով, որ անհնար է բռնությամբ նվաճել նրանց, անօրեն թագավորը սատանայական հնարքներով և խորամանկությամբ որոշեց շաղախել նրանց հեթանոսական պղծության մեջ։ Իր մոտ կանչեց քաղաքի իր նման անաստված Եպարքոսին և ասաց. «Որքան ջանացի քրիստոնյաներին դարձնել մեր պաշտամունքին, չկարողացա անել ոչ սպառնալիքներով, ոչ մեծարանքներով և ոչ էլ խոստումներ տալով։ Այս գիշեր մեր աստվածները բարի խորհուրդ դրեցին իմ սրտում, պետք է նրանց հրամայեմ, որ կամ ուրանան և զոհեն կուռքերին, կամ էլ մեռնեն սովից։ Ահա մոտեցել են նրանց պահոց օրերը, որոնք քրիստոնյաները պահում են սրբությամբ։ Արդ պատվիրիր, որ քաղաքում չվաճառվի ոչ հաց, ոչ այլ կերակուր կամ ըմպելիք։ Թող որ վաճառակետերում դրվի միայն այն, ինչ կհրամայեմ»։ Ապա հրաման տվեց վաճառվող սնունդը շաղախել զոհերի արյամբ և ճարպով, որպեսզի ովքեր գնեն, ակամա ուտեն, լուծվի նրանց պահքը և հաղորդ լինեն աստվածների զոհերին։ Եպարքոսն ասաց. «Ճշմարիտ է, որ թագավորների սրտերը Աստծո ձեռքում են, բարի և հաճոյական խորհուրդ ես խորհել»։ Ապա շտապեց կատարել հրամանը։ Աղուհացի առաջին իսկ օրերից արգելվեց վաճառել հաց կամ այլ կերակուր։ Թույլատրվում էր վաճառել միայն թագավորի ասածը։ Բայց Աստված իր ամենակարող զորությամբ ունայնացրեց նրա չար խորհուրդները և հավատացյալներին փրկեց պիղծ ու զազրելի կերակուրներից։ Պահք մտնելու առաջին իսկ գիշերը Քրիստոսի վկա Սուրբ Թեոդորոսը երևաց Կոստանդնուպոլսի պատրիարքին և ասաց. «Առավոտյան բոլորին քեզ մոտ ժողովիր և բոլոր քրիստոնյաներին պատվիրիր, որ վաճառանոցներից ոչ մի կերակուր չգնեն, որովհետև ամեն ինչ պղծված է և շաղախված զոհերի ճարպով ու արյամբ»։ Հայրապետն ասաց. «Ովքեր մեծահարուստ են, ամբարված ուտելիք ունեն իրենց տներում, իսկ աղքատները ոչինչ չունեն, ինչպե՞ս պիտի այդ ամենի միջից դուրս գանք»։ Սուրբն ասաց. «Թող կուլիփա ուտեն, իսկ ովքեր չունեն, դու տուր և այդպես զերծ պահիր նրանց հեթանոսական պղծություններից»։ Հայրապետը չհասկանալով, թե դա ինչ է, հարցրեց. «Իսկ ի՞նչ է կուլիփան»։
Սուրբ Թեոդորոսը պատասխանեց. Այն եփած ցորենահատիկն է։ Մենք Եվքայիտայում եփած ցորենին կուլիփա ենք կոչում։ Հայրապետը հարցրեց. Իսկ դու ով ես, Տեր, որ այդպես խնամարկությամբ եւ գթությամբ հոգում ես Քրիստոսի հոտի համար։ Սուրբն ասաց. Ես Քրիստոսի վկան եմ Եվքայիտայից, Թեոդորոս զինվորը։ Ես առաքվեցի Տիրոջ կողմից քեզ այս խոսքերն ասելու եւ զգուշացնելու համար։ Եվ այս ասելով անմիջապես աներևույթ եղավ։ Առավոտյան պատրիարքը բոլոր եկեղեցիներից կանչեց ավագ երեցներին եւ պատմեց տեսիլքի մասին։ Պատվիրեց, որ երեցները իրենց ժողովրդին պատվիրեն անել ըստ Սուրբի հրամանի։ Իսկ Հուլիանոս ուրացողը ամոթահար եղավ եւ հրամայեց դադարեցնել պղծախառ ընկերակուրների վաճառքը եւ նավով հեռացավ քաղաքից։ Երբ եկավ շաբաթօրը, հավատավորները ի պատիվ Սուրբ Թեոդորոսի ուրախությամբ մեծապայծառ տոնախմբություն արեցին եւ ավանդեցին, որ բոլոր քրիստոնյա եկեղեցիները նույն շաբաթ օրը հանդիսավոր տոնակատարություն անեն ի հիշատակություն եւ ի երախտիկ Սուրբ Թեոդորոսի։ Օրհնյալ է Սուրբ Թեոդորոսի հիշատակը։ Օրհնյալ է բոլոր սրբերի հիշատակը։ Փառք մեր Տեր Աստծուն, փառք Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Փառք ամենասուրբ երրորդությանը։ more.